Հորդ, սա Ձորագյուղում կրկնում եմ այնքան լայն տարածում է ստացել, որ ժողովրդականանալով դարձել է արդեն մարդկանց մոտ բնավորություն։ Փառք ու պատիվ են բոլոր մարդկանց, ովքեր որ այս գործողության գնում են, ովքեր լայն ճանապարհը կարևորում են, բայց ես ուզում եմ ասեմ, այստեղ միայն լայն ճանապարհի գաղափարը չի, ժողովուրդ ջան։ Այստեղ այն գաղափարն է, որ եսդ դարձնում ես մենք։ Քո եսը չի ամենակարևորը, որ մենքն է կարևոր, որ ֆիզիկապես այդ հողակտորը դու զիջելով, դու մեծ սիրտ ես տալիս, դու մեծ գաղափար ես տալիս քո հանրությանը, որտեղ դու ապրում ես, դու սիրում ես քո համայնքը, դու սիրում ես այն շրջապատը, որտեղ որ ապրում ես։ Հիմա ես էլ եմ սպասում Տերը երբ է գալիս, որ իր ձեռքը սեղմեմ, ասեմ ապրես եղբայր, որ նման բարձր գիտակցություն ես դրսևորել։ Հələ արի մատ մոտենանք հարևանին, էլի։ Բարի օր, ցավը տանեմ։ Ոնց ես։ Լարի տեսնենք, ես ինչ լավ հարևան ունես դու։ Ունենք, մեր հարևանը լավ են, ախպեր։ Դարի հիմա ժողովրդին ճանաչացնենք, էլի ու մասին է խոսքը։ Հարգանքներ, սաղբեր։ Փոխադարձ ցավը տանեմ։ Մոլոտին էր, բայց իրա փեսան է հիմա։ Ֆարադյան Դահարի տղեն։ Ֆարադյան Դահարի տղեն, անունը Դավիթ։ Անունը Դավիթ։ Ֆարադյան Դահարի Դավիթ։ Ինքը ստեղա, չէ։ Այս պայն ստեղ չէ։ Դրսում է։ Հա։ Իրան հաջողություն լինի։ Դրսում օտարության մեջ աշխատելով, արարելով մարդը բերում է իր հայրենիքում, իր սեփական, այո, իր սեփական գյուղում այդ գումարը ներդնում է, իրան հալալ լինի։ Այս անգամ էլ ասի կանգնեմ, կարող է ստեղ լինի, էլի, անդադ անցնել դառնալուց աշկս այս կողմի վրա է։ Ինքը ով է որ այս գործողությունը արել է։ Այս արդեն ամիսներ է տևում, անցած տարվանից։ Հա, անցած տարվանից ինքս կանոնաներ, մանոներ, կանոնից ֆունդամենտալ է։ Ժողովուրդ ջան, ուրեմն անդադ այս ճանապարհով գնալ գալուց նկատում եմ, որ մեր գյուղացիներից մեկը անկեղծ ասած չեմ ճանաչում։ Շինարարություն է արել ու իր պարիսպը, քարից պարիսպը ճանապարհից նախատեսված տեղից ահագին հետ է դրել։ Եթե հիմա տեսնում եք, մոտավորապես մետրից ավել այս գազի գծից հետ է դրել։ Ու ամեն անգամ ուշադրությունս գրավում էր, անդադ ուզում էի տեսնեի ով է, Տերը ով է, որ նման բարձր գիտակցություն է դրսևորել ու նման քայլի է գնացել։ Այս հատվածն էլ եթե տեսնեք, ժողովուրդ ջան, Էսի արդեն իրենց թաղամասի հետ փոքր մի քանի տան համար նախատեսված ճանապարհն է, այստեղ էլ է հետ դրել ինքը։ Այսպիսի քայլ, որ այս մարդը արել է ու չգիտեմ ով է անկեղծ ասած, անունն ասում են տեղը չեմ բերում, պետք է տեսնեմ անպայման, որ իմանամ ու մասին է խոսքը։ Ժողովուրդ, էսի ուղղակի հիացնում է այս մարդու արարքը, երկու կողմից եւ գլխավոր ճանապարհը, խոսքը Ձորագյուղի մասին է։ Ժողովուրդ, էսի գլխավոր ճանապարհն է դեպի ներքև գլխավոր Երևան տանող ճանապարհ, Սևան Մարտունի ճանապարհ տանող հատվածին միացնող գլխավոր ճանապարհն է էսի։ Հիմա ժողովուրդ, ուղղակի հիացնում է, էլի այս մարդը այս արարքով ու իրան շատ համեստ պահելով առանց որևէ այնպիսի պահվածքի, որ տեսեք ես ինչ եմ արել եւ այլն։ Քանի մետր է, ժողովուրդ, մարդկանց գլխավոր ճանապարհները նույնիսկ այսքան լայն չեն լինում, առավել ևս այս հատվածը, այսի քանդել է, որ այս գազի խողովակը գետնի տակով անցկացնի, որպեսզի իրան չխանգարի։ Ժողովուրդ, սա Ձորագյուղում կրկնում եմ այնքան լայն տարածում է ստացել, որ ժողովրդականանալով դարձել է արդեն մարդկանց մոտ բնավորություն, ինչը իմ ամենա պահանջվող, պրոպագանդվող թեմանն է, որը որ ես անդադ ուզում եմ մարդկանց մեջ տարածվի, դառնա բնավորություն։ Փառք Աստծո, այսօր Ձորագյուղում էդի մենք ստացել ենք, փառք ու պատիվ են բոլոր մարդկանց, ովքեր որ այս գործողության գնում են, ովքեր լայն ճանապարհը կարևորում են, բայց ես ուզում եմ ասեմ, այստեղ միայն լայն ճանապարհի գաղափարը չի, ժողովուրդ ջան։ Այստեղ այն գաղափարն է, որ եսդ դարձնում ես մենք։ Քո եսը չի ամենակարևորը,
որ մենքն է կարևոր, որ ֆիզիկապես այդ հողակտորը դու զիջելով, դու մեծ սիրտ ես տալիս, դու մեծ գաղափար ես տալիս քո հանրությանը, որտեղ դու ապրում ես, դու սիրում ես քո համայնքը, դու սիրում ես այն շրջապատը, որտեղ որ ապրում ես, ու դրանով դու դաստիարակում ես քո սերունդներին, ովքեր որ մեծանալով պետք է հասկանան, որ միայն քո շրջապատը չի, միայն քո նեղ տարածքը չի, որտեղ որ դու ապրում ես։ Ահա այս գաղափարն եմ ես ուզում սերմանեմ մարդկանց մեջ, այո, որ այնքան պետք է ժողովրդականանա այս գաղափարը, որ դառնա բնավորություն։ Ես Ձորագյուղում տեսնում եմ, փառք ու պատիվ կրկնում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր որ այս գիտակցություն են դրսևորում ու մարդկանց քարոզում են իրենց գործողություններով, ոչ թե մենակ բառերով, այլ գործողություններով, որ ես պատրաստ եմ իմ հողակտորից մի հատված տրամադրել հանրային օգտագործման, որպեսզի քո միջավայրը լինի հարմարավետ։ Դու ապրես այնտեղ, որտեղ որ քարոզում ես պետք է հարմար լինի, գեղեցիկ լինի, մաքուր լինի։ Ահա սա։ Ներողություն, անունը ոնց է իրա։ Թե դու էլ չգիտես։ Մեր տղաները Վարդաձորից են եկել գործ են անում, հետա հարցնում եմ, իրանք էլ կոնկրետ չգիտեն, ասում են սպասենք, տեսնենք Տերը երբ է գալու։ Հիմա ես էլ եմ սպասում Տերը երբ է գալիս, որ իր ձեռքը սեղմեմ, ասեմ ապրես եղբայր, որ նման բարձր գիտակցություն ես դրսևորել։ Այսի հրաշալի է տեսնել մի բան, որ մարդը ինքնուրույն որոշել է առանց որևէ մեկի պահանջելու, ինքը իր գիտակցությամբ որոշել է, որ իր շրջապատը պետք է լայն ու հարմարավետ լինի բոլորի համար, ոչ միայն իր համար, այլ բոլորի համար։ Սա ուղղակի հիացնում է ինձ, հալալ է իրան։ Հələ արի մատ մոտենանք հարևանին, էլի։ Բարի օր, ցավը տանը։ Ոնց ես։ Լարի տեսնենք, ես ինչ լավ հարևան ունես դու։ Ունենք, մեր հարևանը լավ են, ախպեր։ Դարի հիմա ժողովրդին ճանաչացնենք, էլի ու մասին է խոսքը։ Հարգանքներ, սախտեր։ Փոխադարձ ցավը տանը։ Այս հողը ում հողն է։ Այս հողն Քալեն Մոլոտին էր, բայց իրա փեսան է հիմա։ Ֆարադյան դարի տղեն։ Ֆարադյան դահարի տղեն, անունը Դավիթ։ Անունը Դավիթ։ Հա։ Ֆարադյան դարի Դավիթ։ Ինքը ստեղ է, չէ։ Այս պայն ստեղ չէ։ Դրսում է։ Հա։ Միսոր գնաց, մի 3 օր առաջ շուտ։ Անթա տեթալ գալուց։ Ուզում եմ իմանամ ում հողն է, այսով է որ էսենց քայլ է արել։ Էսի այդ մարդը լավ քայլ արեց, իր շինություն անում, իրան հայաթա սարկե։ Մեքենան պատելա, մեքենան կա, կայնին իր հայաթ, այս գազի տրոբեն դուսա գալիս մտնում անդեղ։ Հա, ստեղով տեղափոխում։ Ստեղից կդրվում, մտնում անդեղով, դուրս հետա, այս իր համար սիրուն հայաթ։ Տեխնիկան կայնցնի, աշխատի։ Էդ եմ ասում, արդեն Ձորագյուղում այս քայլը դարձել է բան դարձավ մեր։ Այո, դարձել է բնավորություն արդեն։ Ով իր տարածքը ուզում է գեղեցկացնի, վերանորոգի Պարիսպը, ինքը անպայման հետ է տալիս, թեկուզ 20 սանտի, թեկուզ 10 սանտի, բայց դե ժամանակին ինչ էր, անդադ ուզում էին առաջ բերեին, իրան տարածքը լայնացնեին, հանրայինը նեղացնեին, բայց հիմա հակառակ փառք Աստծո, որ մենք ստացել ենք Էդի ամբողջ, ես ուզում եմ ամբողջ ռայոնում, ամբողջ հանրապետությունում տարածվի, բայց առավել ևս այս պահին հատուկ է Ձորագյուղին, որ նկատում եմ, ով ինչ գործ կան, էլի մի քանի հոգի կան, որ պետքա հա։ Էլի պետքա այդ մարդկանց գնամ շնորհակալություն ասեմ, այո։ Արամը, Սողո Խաչիկի տղա Արամն է, արևոտ պիտի գնամ, հա, պիտի գնամ այդ գործողությունը անենք։ Քանդեց, շինությունը քանդեց մարդ։ Հա, հետ տարավ, այո։ Լայնացրեց, որ հիմա ասել, հեսի արդեն մարտահրավեր է քեզի, դու էլ ես քայլը պետք է անես հետագայում։ Շարժական, իմը շարժական։ Շարժական, էդ եմ ասում, էլի, տենում եմ մշտական չես արել։ Մի օր կգա ժամանակը, օրը բարին ցավը տանեմ,
Դու էլ կանես, տես ինչ հարմարավետ է մարդը, կարա գա հանգիստ իր մեքենան կանգնացնի ստեղ առանց մնացած այո։ Բայց նկատեցի նաև այն մյուս ճանապարհն էլ է ինքը լայնացրել։ Այնտեղից էլ է։ Մենակ էս գլխավոր ճանապարհը չի, իրաց մասնավոր թաղամաս տանող ճանապարհը ետ էլ է լայնացրել։ Հալալա իրան, հալալա։ Թող իրան հաջողություն լինի։ Դրսում օտարության մեջ աշխատելով, արարելով մարդը բերում է իր հայրենիքում, իր սեփական, այո, իր սեփական գյուղում այդ գումարը ներդնում է, իրան հալալը լինի։ Այս անգամ էլ ասի կանգնեմ, կարող է ստեղը լինի, էլի, անդադ անցնել դառնալուց աշկս այս կողմի վրա է։ Ինքը ով է որ այս գործողությունը արել է, այս արդեն ամիսներ է տևում, անցած տարվանից։ Հա, անցած տարվանից ինքը կալոնաներ, մալոններ, կանոնից ֆունդամենտը լցեց, այս շարը արդեն այս մի 15 օր 20 օր տևում է, 15 օր շարունակում է։ Աստված առաջ, լավ եղեք, անփորձանք եղեք։ Հաջողություն, Անուգյան ջան, հաջողություն։ Գործերին հաջողություն։ Էսա ժողովուրդ ջան, էսի մեր հայրենակիցներն են, հալալա իրանց բարձր գիտակցության, իրանց են պահվածքի, որ իր հայրենիքի, իր սեփական համայնքի նկատմամբ ինքը դրսևորում է։ Աստված բոլորիս հետ